Բարի երեկո, Հորիզոնը շարունակում է աշխատանքը։ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտի զարգացման ուղղված 7-ամյա ծրագիր կիրականացվի 29 հեկտար մակերեսով հետ ստացած հողամասը կնվիրաբերվի Ծաղկաձոր համայնքին, ուսանողների արտերկրի բուհերում սովորելու կրթաթոշակային քաղաքականությունը ֆինանսավորման տեսանկյունից կվերանայվի։ Նախագծերն ընդունվել են գործադիրի այսօրվա նիստում։ Կառավարությունը բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտը զարգացնելու նպատակով այս տարվա հունվարի 1-ից նոր առավել երկարաժամկետ համապարփակ լուծումներով կարգավորումներով է հանդես գալու։ Ծրագրի ժամկետը 7 տարի է։ Նախարար Մխիթար Հայրապետյանի խոսքով այն ընկերությունները, որտեղ աշխատանքային միգրանտներ կներգրավվեն կամ ներգրավված կլինեն 2022-ի մարտի 1-ից, յուրաքանչյուրի մասով եկամտահարկի 60%-ի չափով աջակցություն կտրամադրվի։ Նոր աշխատաշուկա մուտք գործող աշխատակիցների մասով ընկերություններին ուղղվող աջակցությունը կրկին այս չափով կլինի, իսկ մասնագիտական վերապատրաստման կրթական ծրագրերի միջոցով վերապատրաստվող աշխատակիցների մասով ընկերությունները կստանան 50%-ի չափով եկամտահարկի աջակցություն։ Ծրագրի հիմքում դրել ենք ոչ միայն ՏՏ ոլորտը, այլև իսկապես բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտը, որպես հիմնական նախապայման գիտահեն տնտեսություն ունենալու մեր նպատակի։ Հայրապետյանը թվարկեց, թե ինչպիսի գործունեությամբ զբաղվող ընկերություններն են լինելու այս նախագծի շահառուները։ Մարտական մեքենաների արտադրությամբ զբաղվող ընկերությունները համակարգչային խաղերի հրատարակությամբ, ծրագրային ապահովման մշակմամբ, ավտոմեքենաների եւ դրանց շարժիչների համար էլեկտրական, էլեկտրոնային սարքավորումների արտադրությամբ, օդանավերի, տիեզերանավերի արտադրությամբ, այլ թռչող սարքերի արտադրությամբ, դրանց մասերի, լրամասերի արտադրությամբ զբաղվող եւ այլ ընկերություններ։ Եվ երկրորդ ուղղությունը աջակցության ծրագրերից նախատեսված է R&D-ի մասով, այսինքն գիտական հետազոտությունների եւ փորձարարական մշակումների մասով։ Նախարարն ասաց, որ ձևավորվելու է 6 հոգանոց հանձնաժողով, կազմված 6 գերատեսչությունից եւ ենթահանձնաժողովներ, որոնք գնահատելու են հայտերն առանձին, իսկ ապրիլի 1-ից 30-ը կլինի հայտերը ներկայացնելու առաջին պատուհանը։ Վարչապետը կոչ արեց այս ծրագրի վերաբերյալ եւս իրազեկել բոլոր հնարավոր շահառուներին։ Հրավիրեք նախարարություններ, դուք գնացեք ձեռնարկություններ, կազմակերպեք քննարկումներ մարզերում, Երևանում, աշխատանքային կոլեկտիվներում։ Պետքա տանել այս հասցնել մարդկանց, որովհետև սա մենակ ընկերությունների մասին չի, սա երկրի զարգացումը ապահովելու մասին է։ Հաջորդ նախագծով Ծաղկաձորի Խաչատուր Կեչառեցու փողոց 1 հասցեով որպես առանձին գույքային միավոր գրանցված 3680 քառակուսիմետր մակերեսով շենքշինությունները, ինչպես նաև դրանցով զբաղեցրած օգտագործման ու սպասարկման համար հատկացված 2.9 հեկտար մակերեսով հողամասը կնվիրաբերվի համայնքին։ Վարչական շենք, թատրոնի շենք, ավտոկայանատեղի եւ քաղաքային զբոսայգի կառուցելու նպատակով։ Միաժամանակ Ծաղկաձորի Օրբելիի եղբայրների փողոց 9 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող շենքը կնվիրաբերվի պետությանը, սակայն Ծաղկաձոր համայնքը կշարունակի իր գործունեությունը նշված հասցեում, մինչև համայնքին նվիրաբերվող հասցեում կկառուցվեն համայնքի նոր վարչական շենքը, թատրոնի շենքը, ավտոկայանատեղին եւ քաղաքային զբոսայգին։ Մինչև 2029 թվականի ավարտը նվիրաբերվող տարածքում Ծաղկաձոր համայնքի միջոցների հաշվին կիրականացվի 1 միլիարդ դրամի ներդրում։ Նախատեսվում է այդ 5 շինությունները ապամոնտաժել, կառուցել 2 նորը, այդ մեկում կլինի համայնքի վարչական նոր շենքը, երկրորդում թատրոնը, դրանց կիսանկուղային հարկերում եւ բակային տարածքում կլինեն նաև ավտոկայանատեղիներ, իսկ 2 հեկտարը հատկացված է լինելու զբոսայգի կառուցելու համար։ Ծաղկաձորում բարդ տարօրինակ թվա, բայց զբոսնելու տեղ չկա, հանրային, որովհետև հանգստյան տներ են եւ այլ պարփակված տարածքներ են եւ զբոսայգի ունենալը շատ կարեւոր է եւ հույս ունեմ, որ կհետևենք, որ նախագծերը զբոսայգիների լինեն ժամանակակից պահանջներին համապատասխանող։ Ուսանողների արտերկրի բուհերում սովորելու կրթաթոշակային քաղաքականությունը կվերանայվի ֆինանսավորման տեսանկյունից։ Ծրագրի հիմնական պայմանն է, որ համաֆինանսավորմանը պետք է մասնակցի նաև մասնավորը, այսինքն առևտրային կազմակերպությունը, որ պետք է ունենա առնվազն 100 աշխատող, համաֆինանսավորի կրթաթոշակն առնվազն 50%-ով, որից հետո նախատեսվում է, որ պետությունն ամեն տարի առավելագույնը 10 միլիոն դրամի չափով կրթաթոշակ կտրամադրի։ Կարևոր պայման է, որ ուսումնառության ավարտից հետո քաղաքացին պետք է առնվազն 3 տարի համապատասխան մասնագիտությամբ աշխատի կազմակերպությունում։
Վարչապետն արձագանքեց Լուիս հիմնադրամի կրթաթոշակ ստացածների ընդամենը 20%-ն է, որ վերադարձել է Հայաստան, եւ հետագաբար ստացվում է, որ կրթության ֆինանսավորման ներքո պետությունը արտագաղթ է ֆինանսավորում, ապա հավելեց, համանման գործունեություն պատվիրակել են նաեւ Իմ Քայլը հիմնադրամին, բայց կրկին 40% չվերադարձելիություն է եղել, եւ դա խնդիր է։ Թվում է թե պայմանագիր է կնքած, թվում է թե կառավարությունը ուղիղ կամ անուղղակի աջակցում է, որ մարդիկ գնան սովորեն, գնում են հետ չեն գալիս։ Վարչապետի խոսքով էական չէ, չվերադարձողները տղաներ են թե աղջիկներ, քանի որ խնդիրը միայն զինվորական ծառայության անցնելը չէ։ Որոշման նախագիծն ընդունվեց, բայց քննարկման արդյունքում որոշվեց, որ պետք է մինչև աշուն մոնիտորինգ արվի, հասկանալու համար սովորածների վերադարձելիության մասով վիճակագրությունը։ Նշվեց, որ եթե կրթություն ստանալուց հետո Հայաստան վերադարձողների եւ այստեղ աշխատողների թիվը ցածր է, ապա ծրագիրը չպետք է գործի։ Տիգրան Հովակիմյան, Հորիզոն։ Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորած պատվիրակությունը Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է Ֆրանսիայի էկոնոմիկայի, ֆինանսների, արդյունաբերական եւ թվային ինքնավարության նախարար Էրիկ Լոմբարդին։ Հանդիպան ընթացքում քննարկվել են Հայաստան-Ֆրանսիա տնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները, մասնավորապես երկկողմ տնտեսական օրակարգում փոխադարձ առևտրի եւ ներդրումների նոր ուղղությունների ներառման, ինչպես նաեւ երկու երկրների մասնավոր հատվածների միջև գործարար կապերի ընդլայնման միջոցով։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Նիդերլանդների թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպանին ու պաշտպանության հարցերով կցորդին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստանի եւ Նիդերլանդների միջև համագործակցության հնարավորություններին վերաբերող հարցեր, մասնավորապես Մյունխենում փետրվարի 15-ին Նիդերլանդների պաշտպանության նախարարի հետ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում։ Քննարկվել են նաեւ տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր։ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորոշվիլիի հետ։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ օրակարգի եւ տարածաշրջանային հարցերի շուրջ։ Արարատ Միրզոյանը եւ Մակա Բոճորոշվիլին անդրադարձ են կատարել Հայաստան-Վրաստան բարձր մակարդակի քաղաքական երկխոսության շրջանակներում նախատեսվող առաջիկա ծրագրերին, երկու երկրների միջև հաստատված ռազմավարական գործընկերությանը համահունչ։ Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում խաղաղության եւ կայունության ապահովման ուղղությամբ քննարկումներին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, ըստ որի Եղիշե Կիրակոսյանն ազատվել է միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի պաշտոնից։ Ավելի վաղ տեղեկացրել էին, որ Եղիշե Կիրակոսյանը ամիսներ առաջ ձեռք բերված պայմանավորվածությամբ սեփական դիմումի համաձայն ազատվելու է պաշտոնից։ Իդեպ Եղիշե Կիրակոսյանը իր ֆեյսբուքյան էջում պարզաբանել է, թե ինչու է նման որոշում կայացրել։ Ցանկանում եմ առավել կենտրոնանալ ակադեմիական, գիտական եւ մասնագիտական գործունեության վրա, նպաստելով Հայաստանի Հանրապետությունում միջազգային իրավունքի ամրապնդմանը, ինչպես նաեւ իրավագիտական կրթության զարգացմանը, գրել է Կիրակոսյանը։ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների կտանքների ու խոշտանգումների ենթարկվելու հանգամանքն ու դրա վերաբերյալ միջազգային կառույցների ահազանգերը խիստ մտահոգություն ու դժգոհություն են առաջացրել նաև Եվրոպական խորհրդարանի падգամավորների շրջանում։ Բրյուսելում Armenpress-ի թղթակցի ունեցած տեղեկություններով այս օրերին քննարկումներ են տեղի ունենում, թե հաջորդ շաբաթ Եվրախորհրդարանի Ստրասբուրգում կայանալիք լիագումար նիստում Եվրոպական խորհրդարանի падգամավորների այս վրդովմունքն արձագանքի ինչ ձև պետք է ստանա։ Չի բացառվում հարցի վերաբերյալ հրատապ դեբատների անցկացումն ու բանաձևի ընդունումը։ Ավարտվեց Հորիզոնի այս թողարկումը, կարճատև դադար, որից հետո կվերադառնանք նոր տեղեկատվությամբ։
Հայաստանի քաղաքացի Իշխան Վերդյանը դիմել է Ադրբեջանի իշխանություններին իրեն քաղաքական ապաստան տալու խնդրանքով։ Նա ասել է, որ ցանկանում է տեղափոխվել Բաքու ու այնտեղ հաստատվել։ Թեմայի շուրջ կզրուցենք Արտյոմ Երկանյանի հետ։ Արտյոմ, ինչ է հայտնի այդ անձի մասին, ինչով է նա բացատրում իր այդ արարքը։ Այդ Իշխան Վերդյան կոչվող անձնավորությունը Իլհամ Ալիևին դիմել է նամակով, որում խնդրում է իրեն քաղաքական ապաստան տալ, պատճառաբանելով, որ Հայաստանում նրան հալածանքի են ենթարկում այն բանի համար, որ նա հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղը ադրբեջանական տարածք է, եւ որ դրա համար նրան Հայաստանում պատրաստվում են ցմահ ազատազրկման դատապարտել։ Տարօրինակ է, նախ Հայաստանի վարչապետն է համարում, որ Արցախը Ադրբեջանի տարածք է եւ դրա համար նրան ոչ մեկ ցմահ ազատազրկման չի դատապարտում։ Երկրորդը, որտեղից իրեն ինֆորմացիա, որ իրեն ցմահ ազատազրկման են պատրաստվում դատապարտել, սովորաբար դա դատարանն է որոշում, հա։ Եվ երրորդը, ոնց ես հասկանում եմ, այդ անձնավորությունը վաղուց արդեն գտնվում է Հայաստանի տարածքից դուրս եւ այն էլ մի երկրում, որտեղ նա Հայաստանի իրավապահների համար անհասանելի է։ Ադրբեջանում այդ անձնավորությունը ներկայացնում են որպես ակտիվ հասարակական գործչի, ակտիվիստի, հրապարակախոսի, ով պայքարում է հայ եւ ադրբեջանցի ժողովուրդների միջև խաղաղության եւ հաշտության համար, ինչի համար եւ հալածվում է Հայաստանի իշխանությունների համար։ Իրականում այդ մարդը որևէ բանով աչքի չի ընկել, մինչեւ այն պահը, այն առաջին իր հրապարակային հայտարարությունը, որը 21 թվականին էր արել եւ հայտարարել էր, որ Ադրբեջանի իշխանությունները պետք է օգնեն Հայաստանի իշխանություններին ազատելու Հայաստանը Ռոբերտ Քոչարյանից եւ Սերժ Սարգսյանից։ Դրանից հետո արդեն սկսել է ժամանակ առ ժամանակ բավական ակտիվ հանդես գալ հայտարարություններով, որոնք ակնհայտորեն համընկնում էին Ադրբեջանի այսպես տեղեկատվական պայքարի այդ առասպելներով, հա։ Ես թերթել եմ նրա սոցցանցերի էջերը, օրինակ 23 թվականի հուլիսին նա գրում է, բառացիորեն մեջբերում եմ նրա խոսքերը, ատում եմ ինքս ինձ համար, քանի որ հայ եմ, կցանկանայի թուրք ծնվել։ 2024 թվականի հուլիսին այդ Իշխան Վերդյան կոչվող անձնավորությունը գրում է, որ երազում է գնալ Բաքու եւ այնտեղ հաստատվել։ Այս տարվա փետրվարին գրում է, որ Հայաստանը պարտավոր է կատարել Ադրբեջանի այդ պարտադրանքը եւ փոփոխել սահմանադրությունը։ Դե կարելի էր համարել, որ այդ մարդը պարզապես այսպես խելապակաս է, բայց ավելի հավանական է, որ նա պարզապես գործում է ադրբեջանական հատուկ ծառայությունների թերադրանքով եւ կատարում է բոլոր այն հանձնարարականները, որոնք իրեն տալիս են Ադրբեջանի հետախույզները։ Իսկ ճիշտ եմ հասկանում, որ այդ անձը Հայաստանի հատուկ ծառայությունների ուշադրության շրջանակներում է եղել։ Հայաստանի գլխավոր դատախազության տեղեկություններով նա Ադրբեջանի հետախուզական մարմինների կողմից հավաքագրվել է դեռևս 2017 թվականին, բայց տարօրինակը այն է, որ նրան հնարավորություն էին տվել լքելու Հայաստանի տարածքը։ Նրա դեմ քրեական գործը հարուցվել էր միայն 22 թվականի օգոստոսի 12-ին, մեկ տարի անց այն բանից հետո, երբ նա տեղափոխվել էր Թուրքիա եւ հաստատվել էր Ստամբուլում։ Որքան ես հասկացա, նա այժմ էլ շարունակում է ապրել Ստամբուլում, ուր աշխատում է ֆաբրիկաներից մեկում որպես բանվոր։ Նույն այդ իմ հիշատակած քրեական գործի շրջանակներում նույն մեղադրանքն է ներկայացվել, այսինքն լրտեսություն եւ Հայաստանի պետության դեմ հանցավոր գործողություններ, ոմն Վահե Ղամբարյանին, ով կապ էր պահպանում Ադրբեջանի հետախուզության հետ Թբիլիսիում Ադրբեջանի դեսպանության միջոցով։ Այդ անձը նույնպես 22 թվականին լքել էր Հայաստանի տարածքը եւ Վրաստանի տարածքով տեղափոխվել մեկ այլ երկիր, հայտնի չէ թե որտեղ, եւ այժմ նրա գտնվելու վայրը հայտնի չէ, միայն հայտնի է, որ նա հայտարարել է, որ այլևս Հայաստանի քաղաքացի չի հանդիսանում։ Ի տարբերություն Վահե Ղամբարյանի, Իշխան Վերդյանը հակառակը վերջին 2 տարվա ընթացքում շատ ակտիվ կեցվածք է ցուցաբերել, շատ ակտիվ հայտարարություններով է հանդես գալիս, սիրով հարցազրույց է տալիս ադրբեջանական լրատվամիջոցներին եւ քարոզչամիջոցներին, ներկայացնելով բոլոր այն տեղեկատվական առասպելները, որոնք ադրբեջանական մամուլն է Հայաստանի դեմ օգտագործում։ 2022 թվականի հուլիսին Վերդյանը հայտարարել էր, որ ոչ մի անօրինական բան Հայաստանի դեմ չի կատարել եւ որ պատրաստվում է վերադարձնել
վերադառնալ Երևան ու ապացուցել, որ հանցագործ չէ։ Բնական է, որ Հայաստան չի վերադարձել, փոխարենը դիմել է Ադրբեջանի իշխանություններին խնդրելով քաղաքական ապաստան, այն դեպքում, երբ գտնվելով Թուրքիայում, բնական է, որ անհասանելի է Հայաստանի իրավապահների համար եւ ոչինչ իրեն Թուրքիայում սպառնալ չէր կարող։ Պարզապես ադրբեջանցի իր պատվիրատուներին այժմ հարմար էր իրան հենց այսպես օգտագործել, որպես Հայաստանի դեմ քարոզչական պատերազմի գործիք։ Արտեմ, իսկ ինչ է սպասվում այս մարդուն։ Ես վստահ եմ, որ նրան օգտագործելուց հետո Ադրբեջանի հատուկ ծառայությունները նրա հետ կվարվեն հենց այնպես, ինչպես վարվել են այլ հայազգի մարդկանց հետ, որոնց նույնպես օգտագործել են, որից հետո պարզապես դեն են նետել։ Եվ այդ իմաստով պես վառ օրինակն է Հայաստանի նախկին քաղաքացի Վահան Մարտիրոսյանի պատմությունը, ով հավաքագրվել էր հատուկ ծառայությունների կողմից, տեղափոխվել էր Բաքու եւ այնտեղ Ադրբեջանի հատուկ ծառայությունների պատվերով ստեղծել էր խաղաղության պլատֆորմ կոչվող, այսպես կազմակերպությունը, որը իբրև թե համախմբում էր պրոադրբեջանական հայերին, ովքեր ապրում էին տարբեր երկրներում։ Տարիներ անց Վահան Մարտիրոսյանին հաջողվեց լքել Ադրբեջանը եւ տեղափոխվելով այլ երրորդ երկիր, նա բացահայտեց, թե ինչ է իրականում տեղի ունեցել, թե ինչպես էին նրան խաբել Ադրբեջանի հատուկ ծառայությունները, թե ինչպես էին նրան ճնշում էին գործադրում նրա դեմ եւ թե իրականում ինչ էր ներկայացնում այդ խաղաղության պլատֆորմ կոչվածը։ Մարտիրոսյանը խոստովանել էր, որ բոլոր մարդիկ այն իբրև թե հայերը, որոնք ներկայանում էին այդ պլատֆորմի անդամ, կամ իրականում գոյություն չեն ունեցել, կամ իրականում հայեր չեն եղել։ Օրինակ հիշատակում է, որ Աննա Սինանյան ակտիվ հիշատակվում էր այդ կնոջ անունը, որը իբրև թե Միացյալ Նահանգներում էր ապրում։ Մարտիրոսյանը խոստովանում է, որ այդ մարդուն հորինել են, այդպիսի մարդ գոյություն չի ունեցել։ Կամ Արամ Կարապետյան անունով ներկայացնող անձնավորությունը իրականում եղել է ոչ թե հայ, այլ ուկրաինացի եւ որ իր իրական անունը եղել է Եվգենի Ռագաչկոն։ Այսինքն ես վստահ եմ, որ Վերդյանի հետ կվարվեն հենց այնպես, ինչպես ժամանակին վարվել էին Մարտիրոսյանի հետ, իսկ թե ինչ կլինի նրա հետ հետո ու կարող եմ միայն կռահել։ Շնորհակալություն Արտեմ։ Լեհաստանը կշարունակի օգնել Ուկրաինային, հայտարարել է Լեհաստանի պաշտպանության նախարարը Ուկրաինայի պաշտպանության նախարարի հետ բանակցություններից հետո տեղի ունեցած շեպազրույցում։ Նախարարը վստահեցրել է, որ Լեհաստանի տարածքում արդեն վերապատրաստվել է գրեթե 28,000 ուկրաինացի զինվոր։ Միջազգային մյուս նորությունները տեսաշարով։ Ամերիկայի Միացյալ Նահանգները դադարեցրել է Ուկրաինայի հետ հետախուզական տեղեկատվության փոխանակումը, հայտնում է բրիտանական The Financial Times պարբերականը։ Հրատարակությունը նշում է, որ առանց ամերիկյան հետախուզության տեղեկատվության Ուկրաինայի զինված ուժերի համար ավելի դժվար կլինի արդյունավետ գործողություններ իրականացնել ռուսական զորքերի դեմ։ Կիևի հետ հետախուզության փոխանակման դադարեցման մասին տեղեկությունը հաստատել է նաև ԿՀՎ տնօրեն Ջոն Ռադքլիֆը Fox-ի եթերում։ Ամերիկյան վարչակազմի որոշումը կայացվել է 2 օր առաջ։ Հիշեցնենք, որ փետրվարի 28-ին Սպիտակ տանը Միացյալ Նահանգների եւ Ուկրաինայի նախագահների միջև տեղի ունեցած սկանդալային վեճից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրահանգել էր դադարեցնել Ուկրաինային տրամադրվող ռազմական եւ հումանիտար օգնությունը։ Իր հերթին Կիևի անանուն պաշտոնյան Բլումբերգին հայտնել է, որ Ուկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից։ Ուկրաինայի եւ ԱՄՆ պաշտոնյաները պայմանավորվել են հանդիպել մոտ ապագայում։ Չորեքշաբթի օրը հայտնել է Վլադիմիր Զելենսկու գլխավոր օգնական Անդրեյ Երմակը ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մակ Ուոլցի հետ հեռախոսազրույցից հետո։ Երմակը նշել է, որ ինքը Ուոլցը քննարկել է արդար եւ կայուն խաղաղության հետագա քայլերը։ Մենք նաեւ կարծիքներ ենք փոխանակել անվտանգության հարցերի եւ դիրքորոշումների համաձայնեցման շուրջ Ուկրաինայի եւ Միացյալ Նահանգների միջև երկկողմ հարաբերությունների շրջանակներում, հավելել է Երմակը։ Իր ամենօրյա ուղերձում Զելենսկին հաստատել է, որ Կիևն ու Վաշինգտոնը աշխատում են հանդիպման վրա Երմակ Ուոլց զանգից հետո եւ որ ինքը հույս ունի առաջին արդյունքները տեսնել հաջորդ շաբաթ։ Բոլորը կարող են տեսնել, թե որքան արագ են զարգանում դիվանագիտական իրադարձությունները, ասել է նա, հավելելով, որ դրական առաջընթաց կա։ Ռուսաստանի զինված ուժերը հրթիռակոծել են Կրիվոյ Ռոգը։ Ուկրաինական կողմը հայտնել է, որ վնասվել է քաղաքացիական ենթակառուցվածքի շինություն եւ զոհվել է առնվազն 2 մարդ։ Մասամբ ավերված շենքը հյուրանոց է եղել։ Ռուսական իշխանությունները չեն մեկնաբանել հրթիռային հարվածը։ Քաղաքի պաշտպանության խորհրդի նախագահ Ալեքսանդր Վիլկուլը հայտնել է, որ վիրավորվել է 29 մարդ, այդ թվում 1 երեխա։ Վիրավորներից 20-ի վիճակը ծանր է։
Ամերիկայի Միացյալ Նահանգները հաստատել է, որ 1997 թվականից ի վեր առաջին անգամ ուղիղ բանակցություններ է վարել Համասի հետ։ Այս մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պաղեստինյան Համաս շարժումից պահանջել է անհապաղ ազատ արձակել Գազայի հատվածում պահվող բոլոր պատանդներին եւ հանձնել մահացածների մարմինները, դա անվանելով վերջնական նախազգուշացում։ Միջնորդները փորձում են Գազայի հատվածում հրադադարը երկարացնել մինչև երկրորդ փուլ։ Ըստ ՄԱԿ-ի պարենային գործակալության Գազայում 2 շաբաթվա պաշար կա։ Իսկ արաբական առաջնորդները միաձայն հավանության են եկել $53 միլիարդ արժողությամբ Գազայի հատվածը վերականգնելու հնգամյա ծրագրի շուրջ, որի գլխավոր կետերից մեկը այն է, որ պաղեստինցիները չպետք է տեղափոխվեն Գազայից։ Այս ծրագրով արաբական երկրները փորձում են հակազդել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ափամերձ անկլավին տիրանալու առաջարկին, հայտնում է Ալ Ջազիրան։ Հարավային Կորեայի Պոչեոն քաղաքում ռազմաօդային ուժերի կործանիչից ռումբը պատահաբար ընկել է բնակելի շենքի վրա, հաղորդում է Yonhap գործակալությունը, նշելով առնվազն 7 վիրավորի մասին։ Դեպքի առիթով հետաքննություն է ընթանում։ Yonhap-ը նախորդին հաղորդել էր, որ Հարավային Կորեան եւ Միացյալ Նահանգները համատեղ վարժանքներ են անցկացնում հյուսիսկորեական սահմանի մոտ գտնվող Պոչեոն քաղաքի ուսումնամարզական հրապարակում։ Վարժանքներին ներգրավված է 160 միավոր ռազմական տեխնիկա, այդ թվում տանկեր, ուղղաթիռներ եւ կործանիչներ։ Պոչեոն գտնվում է Սեուլից 43 կիլոմետր հյուսիս-հյուսիսային Կորեայի սահմանի մոտ։ Ալլա Ղալաչյան, Հորիզոն։ Հանրապետությունում վերջին 2 տարվա ընթացքում աճել են ֆինանսական խարդախությունները, քաղաքացիներից գողացված անձնական տվյալներն օգտագործվում են նրանց դեմ ֆինանսական խարդախությունների համար։ Շատերն են այս օրերին բարձրաձայնում, որ իրենց անվան առցանց վարկ է ձևակերպվել, մինչդեռ նրանք այդ գործարքի հետ որևէ առնչություն չունեն։ Թեմային այսօր անդրադարձել են մասնագետները։ Առաջի կարևոր բանը, որը ես կնշեմ, երևի թե տենց կասկածամտություն ունենալն է մի քիչ, որ պետք է ավելի ձևավորվի հասարակության մեջ, որ ցանկացած պրոդուկտի հանդեպ մի փոքր կասկածամտություն ունենան եւ երբ որ զանգում են ու ներկայանում են ինչ որ տվյալներ են պահանջում ցանկացած, մի հատ հարց տան իրենց արդյոք այդ տվյալները անհրաժեշտ կլինի, թե չէ։ Առհասարակ տվյալների մեծ մասը, որը տրամադրում են, օրինակ ֆինանսական հաստատություններին, դրանք ընդհանրապես պետք չեն ու ոչ մի ֆինանսական հաստատություն չի զանգահարի ու պահանջի օրինակ բանկային գաղտնաբար, քարտի PIN կոդ եւ քարտի տվյալներ եւ նման տվյալներ։ Ու երբ որ զեղծարարները զանգահարում են ու ներկայանում են օրինակ ֆինանսական հաստատության անվամբ եւ այդ տվյալներն են պահանջում, իմ հորդորը կլինի, որ ուղղակի հեռախոսը անջատեն, եթե կասկած ունեն, կապ հաստատեն իրենց ֆինանսական հաստատության հետ ու այդ նույն հեռախոսահամարով չկապնվեն, այսինքն միայն կենտրոնական բանկից կողմից լիցենզավորված ֆինանսական հաստատությունների կայքեջերում եւ պաշտոնական կայքեջերում հայտարարված հեռախոսահամարներով զանգահարեն եւ ճշտպարզեն տեղեկատվությունը։ Նույն ձեր խոսքը նորից վերաձևակերպելով, ասեմ, մենք փորձում ենք բոլորին հորդորել, որպեսզի ունենան 2 անկախ աղբյուրի սկզբունք։ Այսինքն, երբ լսում եք ցանկացած ինֆորմացիա, եթե ձեզ զանգել են հեռախոսով ու ինչ-որ բան են ասել, կամ SMS եկել, ինչքան էլ որ դա արժանահավատ է, փորձել հեռախոսային գծի հետ կապ չունեցող այլ աղբյուրից օգտվել, այսինքն բարձրանալ տոտիկներով գնալ բանկի մասնաճյուղ, ասել դուք ինձ այսպիսի SMS ուղարկեք, թե չէ, կամ եթե ալարում եք, կամ չգիտեմ, կտրոն չեք ուզում թերսելով առնել ինչա, վերցնել, եթե ձեր հեռախոսում կա արդեն հավելվածը բանկի, հա, ոչ թե նոր եք տեղադրում, այդ հավելվածում նայել կա արդյոք նմանատիպ ինչ-որ ծանուցում կամ փոփոխություն։ Եթե դա էլ չկա, անպայման վերցնել դուք ունեք ֆիզիկական քարտ, օրինակ քարտի հետևում կա բանկի համար, այսինքն դա անկախ աղբյուր է, դա այն հեռախոսը չէ։ Ոչ թե հետ զանգել են հեռախոսի համարով, որով ձեզ զանգել են, ոչ թե SMS-ով գրել, այլ քարտի վրա ֆիզիկապես տպված անկախ, այսպես ասած, համարով հետ զանգել, կամ մտնել բանկի պաշտոնական կայքեջ, մանավանդ եթե մենք տեսնում ենք խաղարկությունների կամ այսպիսի ակցիաների վրա կատարվող ինչ-որ շատ մեծ
փոփոխություններ, այստեղ էլ շատ մեծ զգուշություն ունեցեք, որտեղ տեսեք, եթե դա բանկի պաշտոնական կայքեջն է, դուք կարող եք քիչ թե շատ վստահ լինել, որ դա վերահսկելի է։ Եթե դա ինչ-որ Instagram է, ինչ-որ Facebook կամ Twitter, պետք է հասկանալ, որ քանի որ այդ հարթակը, Facebook-ը, Instagram-ը ամբողջությամբ բանկի վերահսկողության տակ չէ, այնտեղ հնարավոր են լինել շատ տարբեր բաներ, փոփոխություններ։ Լույս է տեսել Գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի գիտաշխատող Արևելագետ Անուշ Հարությունյանի մենագրությունը Ադրբեջան պետության առաջացումը եւ ադրբեջանցիների էթնոգենեզի խնդիրը վերնագրով։ Գիրքը նվիրված է Ադրբեջան պետության առաջացման, ադրբեջանցի ժողովրդի կազմավորման հիմնախնդիրներին։ Գրքի հիմնական խնդիրն է ցույց տալ առաջին հերթին, որ մինչև 1918 թվականը Արևելյան Այսերկովկասում գոյություն չի ունեցել Ադրբեջան անվան պետություն եւ այն, որ ադրբեջանական հավակնությունները սկսած դեռևս խորհրդային շրջանից եւ առավել մեծ թափով հետխորհրդային շրջանում եւ այսօր հիմնված են բացառապես պատմական կեղծարարության եւ հարևան ժողովուրդների, հայերի, վրացիների, պարսիկների պատմության եւ քաղաքակրթական նվաճումների հանիրավի յուրացման հիմքի վրա։ Մեր ուսումնասիրությունը մենք կատարել ենք հիմնվելով սկզբնաղբյուրային ամուր հիմքի վրա, մենք օգտագործել ենք փաստաթղթեր, օգտագործել ենք փաստաթղթային ժողովածուներ, վավերագրեր, հուշագրություններ եւ այդ փաստաթղթերը ինչպես Հայաստանի ազգային արխիվից էին, այնպես էլ Ռուսաստանի Դաշնության ազգային արխիվից եւ սոցիալ-քաղաքական պատմության արխիվից։ Եվ մեր ուսումնասիրությունը նոր լույս է սփռում ինչպես այդ պետության առաջացման հանգամանքների, այնպես էլ այդ ժողովրդի կազմավորման process-ի մինչ այժմ չքննարկված բազմաթիվ խնդիրների վրա։ Այսքանը կհանդիպենք ժամը 22-ին հորիզոնի գլխավոր թողարկմանը առայժմ։